Վտանգը ինչումն է, հա։ Ես տեսնում եմ մարդիկ, որոնք իրենց տան վերանորոգումը դադարեցնում են, երբ որ հարցնում ես ինչու, ասում են ես Թուրքին վերանորոգեմ, որ թողնեմ Թուրքին, հա, բառացի եմ ասում։ Մարդիկ, հա, շատերը այո արտագաղթում են, շատ շատերը, ինչ հնարավոր է վաճառում են եւ գնում են, հա, կամ ասենք թե ասում են, եթե ասենք թե երեխաս բանակում ծառայ ու մոտ Նիկոլի բանակում, որը ավիրվում է, հա, ու պարտվող է եւ այլն, բայց ամենավտանգավորը, որ իրենք մասնագիտական կարծիքը համարում են բայղուշություն եւ իրենք բթացնում են մարդկանց զգոնությունը, վտանգի զգոնությունը, որ ասենք ինչ է եղել, խաղաղությունը եկել է արդեն, դիմավորեք, էյֆորիաների մեջ են գցում մարդկանց եւ դրա համար եմ ասում 15 թվականից առաջ նույն բանը եղավ։ Բայց մի այլ հարց եմ ուզում ձեզ տալ, դուք լավ տեղյակ եք թուրքական դիվանագիտությունից։ Որոշ գործիչներ, երբ որ ես լսում եմ, թող ինչ ուզում են ասեն հիմա Մարիա Կարապետյանների եւ այլն ԿՊ-ականներ, որոշ հա առանձին գործիչներ։ Ինձ երբ որ լսում եմ, ես հիշում եմ որպես լրագրող, հա, ես հիշում եմ տարիներ առաջ այդ թուրքական թեզերը, նույն թուրքական, թուրք-ադրբեջանական թեզերը, այսինքն ինձ մոտ կարծես դեժավյու լինի։ Հետո նայում եմ այդ մարդկանց կենսագրությունները եւ տեսնում եմ, որ իրանց կյանքում ինչ որ փուլ նրանք անցկացրել են Թուրքիայում։ Այնպեսի տպավորություն է, որ գործակալական ցանցի հետ գործ ունենք։ Ես ուզում եմ թուրքական դիվանագիտության գուցե օրինակներով, ասեք հնարավոր է թե ոչ, որտեղ նույն թեզերն են, նույն թուրքական թեզերն են։ Ձեր հարցի հստակ պատասխանը ես մեծ հույս ունեմ, որ չէ, ես դրա համար ասում եմ այլ օրինակներով, հա, երբ որ ինչպես են նրանք, այսպես ասած, գործակալական ցանցեր ներգրավում։ Դե դրա ես կուզեմ sense պատմական օրինակը բերել, երբ որ որոշում կայացվեց Օսմանյան կայսրությունում, որ իրենք պիտի մեր տարածքում սարքեն արհեստական պետություն, անունը դրան Ադրբեջան, եւ դրա համար իրենց պետք է տեղում ապրող թուրքախոս մուսուլման, բայց ոչ մի առումով իրենց Օսմանյան կայսրությանը չացուցացնող մարդկանց վրա, այսինքն այդ պիտի լինի իրենց հիմքը, այդ խմորը, որից պիտի հունցեն Ադրբեջան պետությունը, գիտեք ինչ են արել առաջին գործով։ Ուղարկել են այստեղ մի քանի 100 էմիսարներ, այդ ժամանակից դեզով ասած ինֆլուենսերներ, այսինքն մարդկանց, որոնց գործը եղել է քարոզելը, եւ այդ քարոզիչներին աշխատացնում էին հայկական բնակավայրերում, օրինակ այսօրվա Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր կազմող բաներում, չէ՞, մեր պատմական շրջաններում, Թիֆլիսում, Բաքվում, Ռուսաստանի հարավում, ու այդ մարդկանց մենք ունենք փաստարկված այդ ամեն ինչը, այսինքն եւ Օսմանյան արխիվներով ունենք, եւ ռուսական արխիվներով ունենք, ռուսական այն ժամանակվա կայսրության հետախուզությունը այդ ամեն ինչը բնականաբար արձանագրում էր, այդ նույն մարդկանց ուղարկում էին այսօրվա Թավրիզ, այսինքն Իրանի հյուսիս, պատմական Ատրպատական, իրական Ադրբեջան, այսպես ասած, ուղարկում էին այնտեղ, որպեսզի մարդկանց քարոզեին, ու այդ մարդիկ շատ դեպքերում ներկայանում են որպես տեղի մտավորականներ, ներկայանում են որպես լրագրողներ, ներկայանում են որպես մարդիկ, որոնք զբաղվում են առևտրով, այսինքն այն որ դու պիտի տեղական ժողովրդի այս դեպքում օրինակ ոչ թե դիմադրությունը կոտրել, հակառակը պետք է իրենց մոտիվացնել, դա միանշանակ այսպես ընդունելի միջոց է, մեթոդ է եւ այն չեմ կարծում, որ անծանոթ է թուրքական դիվանագիտությանը։ Մյուս կողմից պետք է ասել, որ Թուրքիան օրինակ արդեն փաստարկված կա, որ այս պահին իրականացնում է հայալեզու քարոզություն, ընդ որում այդ հայալեզու քարոզությունը ադրբեջանցիներն են բացում։ Այո, դե ադրբեջանցիները ոնց որ մեզ ծանոթ են, բայց հիմա հենց Թուրքիան, օրինակ Թուրքիայի պետական հեռուստարադիոընկերությունը TRT կոչվածը մեր դիտողներին շատերին ծանոթ, որովհետև իրենց ռադիոալիքները շատ ուժեղ են եւ Հայաստանի Հանրապետության այլ տարբեր շրջաններում դրանք հնարավոր է որսալ, այդ թվում նաեւ Երևանում, օրինակ TRT-ն ունի հայկական քարոզչական ոնց որ բլոգ, որ պետական է, այսինքն դա պետական քաղաքականության մասն է, պետական բյուջեի հաշվին է Թուրքիայի, որը իրականացնում է համապատասխան քարոզություն։ Օրինակ համոզում է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը շատ լավ բան է եւ ոչ մի վտանգ չկա, մի դիմադրեք, խնդիր չկա։ Կամ փաստարկված արդեն կա, կարծեմ այդ կազմակերպություններից մեկը դա ֆիքսել էր, ուրեմն Facebook-ում բարբերաբար հայտնվում է հիմա հայալեզու գովազդ, գովազդային գրառում, այսինքն գովազդի տակ է դրված, նշված է Facebook-ի կողմից, որը ուղիղ տեքստով ասում է. «Հայր ջան, ինչ եք բանանում, այդ թուրքերը ձեզ վնաս չեն տա, հակառակը թուրքերը ձեզ գործ կտան, դուք կաշխատեք»։ Այսինքն առևտուր կանեք, այսինքն նույնն են ասում։ Բառացի համարյան նույնն են ասում, ինչ ա եղել, առևտուր կանեք,
լոլիկ կծախեք, լոլիկը դարձրել են քաղաքական բան, սուբյեկտ։ Հայտնի մեմ կա, ասում է բանը, չէ, совпадение не думаю, հա, հիմա այսինքն արդյոք սա պատահականության եւ զուգադիպության արդյունք է, ես չեմ կարծում, բայց նորից, հա, այստեղ էական արձանագրելը ոչ թե ինչ մեթոդներով են դա անում, այլ էական արձանագրելը արդյունքն է, եւ ձեռքով են նայում։ Այո, դե այստեղ արդեն, այսինքն այստեղ թաքցնելու առանձնապես բան չկա, հիմա կարելի է թուրքական պահանջները քողարկել ինչ ձևով ասես, այսինքն կարելի է քողարկել կամ լղոզել կամ ցենց դրան արդարացում գտնել, միշտ էլ կարաս գտնես արդարացում, բայց ինչքանով են արդարացումները իրական, ինչքանով են արդարացումները արտահայտում հայության եւ Հայաստանի շահերը, սա երկրորդ հարցը եւ պետք է ասել, որ չի արտահայտում։ Հիմա ասենք ինչ որ պաշտոնյա 3 4 ասում է, որ գիտեք ինչ կա, մենք չպիտ բանը նորմալ է, որ մենք հանում ենք մեր, չգիտեմ, կնիքի վրայից, ասենք խորհրդանիշը, ասում է, այ դա, որովհետեւ կարող է հարուցել, չգիտեմ, ճշնամու մոտ գրգռ բան անի, հա, ասես գրգռի նրան վատ իմաստով եւ դրթի ինչ որ նյարդերը բան առաջացնել։ Ինչ որ մեկը որն է անվտանգության խորհրդի ոչ բարդ քարտուղար Արմեն Գրիգորյանն է, որ հարսանիքը Շուշիում արեց, ծագումով արցախցի երիք է։ Ուրացողների իմաստ չկա այս դեպքում, էլի իր սեփական հայրենիքը ուրանալը դա բան է։ Ուրացողներին պետքա ճանաչեն դեպքով։ Բայց այնուամենայնիվ, հա, այդ մարդկանց իրանք արդեն բաց տեքստով ասում են, որ դա պահանջն է բանի, այսպես ասած, իրենց փաստացի իրենց գլխավոր գործընկերոջ, հա։ Ես հիմա կհրապարակեմ որոշ տեսանյութ, բայց մինչև տեսանյութը ես մի դեպք պատմեմ 2005 կամ 6 թվականներն էր այդ ժամանակ բրիտանական արևմտյան այլ կենտրոնների, եվրոպական, Միացյալ Նահանգների տարբեր կենտրոններից ֆոնդերի կողմից դրամաշնորհներ էին տրամադրվում, որպեսզի ատելության խոսքի դեմ պայքարեն եւ որպես չեզոք երկիր հանդիպումը կազմակերպում էին կամ Վրաստանում կամ Թուրքիայում, եթե ադրբեջանցիների հետ պետք է հանդիպում լիներ եւ ինձ հրավիրում են որոշ խմբագիրների հետ այդ ծրագրով մասնակցելու այդ քննարկումներից մեկին։ Եվ երբ որ մենք դուրս ենք գալիս որոշ իմ գոլեգաների հետ իրենց կենտրոնով տաքսին պարկով մենք քայլում ենք, որ առաջին անգամն էին ես գոնե տեսնեի քաղաքի, դեպ լավ քաղաք է շատ, այնուամենայնիվ մեկ էլ տեսնում եմ այդ միջոցառումը կազմակերպող հայ ազգիները դուրս են գալիս տաքսին պարկում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսության շենքից։ Այսինքն շատ հաճախ այդ ծրագրերը, այդ ամեն ինչը եվրոպական արևմտյան մի ֆոնդի փաթեթավորմամբ է, այսպես ասած, մտնում մեր դաշտ, հետեւաբար ազգային անվտանգության ծառայությունը կարծում եմ անելիք ունի։ Բայց հիմա կխնդրեմ նախ Ազատություն ռադիոկայանի իմ գործընկերները ռեպորտաժ էին պատրաստել, մի կտորը հիմա կներկայացնեմ, որը 24 թվականի ապրիլի 23-ին է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը COP29 բնապահպանական համաժողովի ընթացքում քննարկում է կազմակերպում, որին մասնակցում են նաև տարբեր երկրների դեսպաններ, եւ նա ներկայացնում է, որ հայերը պետք է ոչ միայն փոխեն իրենց սահմանադրությունը, այլև իրենց խորհրդանիշը Արարատը, ասում է ուրիշ սար, ուրիշ լեռի անուն թող դնեն, եւ նաև Զանգեզուրի միջանցքի մասին է խոսում եւ այլն, կրկնում եմ հարգելի հետևորդներ, 24 թվականի ապրիլի տեսանյութ եմ ներկայացնում։ So when I say you need to change constitution, Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց եւ ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արևելյան շրջանների եւ Նախիջևանի միջև։ Իլհամ Ալիևի այս բոլոր հայտարարությունները հնչեցին այսօր Բաքվում COP29 բնապահպանական համաժողովին ընթരാճ կազմակերպված համաժողովի ընթացքում։ they need to change their constitution. Հայերը պետք է փոխեն իրենց սահմանադրությունը։ Ես դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ցանկանում եմ խառնվել այդ երկրի ներքին գործերին, ես դա ասում եմ, որովհետև Հայաստանի սահմանադրության տեքստում հիշատակված է անկախության հռչակագիրը, որում էլ իր հերթին գրված է, որ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ինչպես մենք կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, երբ նրանք սահմանադրության մեջ նման հիշատակում ունեն, այնպես որ երբ ես ասում եմ, որ նրանք պետք է փոխեն սահմանադրությունը, ոչ թե որովհետև ես կոպիտ եմ կամ ամբարտավան, այլ որովհետև դա նախապայման է։ Trying to be rude, no, because it's a precondition. Ադրբեջանի ղեկավարի խոսքով, սակայն դա Հայաստանի սահմանադրությունում կատարվելիք միակ փոփոխությունը չպետք է լինի։ I think should be changing of this national symbol. Կարծում եմ նույնն է նաև ազգային խորհրդանիշի Արարատ լեռան պարագայում, հայտարարում էր Ալիևը օգտագործելով լեռան թուրքական անվանումը, այն պետք է փոխվի, նրանք Հայաստանում բազմաթիվ այլ լեռներ ունեն, թող դա պատկերեն։ They have a lot of mountains in Armenia. They can put, if they like,
another one. Ընդ որում Զանգեզուրի միջանցքի մասին եւ սահմանադրությունը փոխելու մասին Ալիևը շատ ավելի վաղ է ասել։ 1990-ականներին եւս Թուրքիան պահանջում էր բարբերաբար խոսում էր այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխի սահմանադրությունը, որովհետեւ այնտեղ հիշատակվում է ցեղասպանությունը, այնտեղ հիշատակվում է Արցախը եւ այլն, եւ Հայաստանի որևէ կառավարություն երբևէ դա չի արել, ավելին, բայց դա չի խանգարել Հայաստանի մինչեւ 2018 թվականը եղած բոլոր իշխանություններին առանց բացառության այնուամենայնիվ տարաբնույթ այսպես իրական հավասարության վրա հիմնված երկխոսություններ սկսել Թուրքիայի հետ, ուրիշ հարց որ առաջ չի գնացել, բայց ինչու առաջ չի գնացել, իմ ջրը սա էլ է հենց մեր այսօրվա քննարկման պատասխանը տալիս, որովհետև Թուրքիան երբևէ նպատակ չի տպնդել այդ բանակցությունների միջոցով հասնել Հայաստանի հետ փոխշահավետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։ Եվ գիտեք, վերջերս ինձ հարցնում էր այսպես փողոցում մեր մի հայրենակից ասում էր որ գիտեք անընդհատ ասում եք բա ոնց որ իրանք շահ ունեն չէ այսինքն որ սահմանները բացվի ինձ ասում են որ առևտուր կլինի իրանք էլ կշահեն իրանք շրջաները Թուրքիան կամ ինչի չեն բացում էլի վերջ ինչի չեն բացում այդ սահմանը եւ ես հասկանում որ երբեմն դա թվում է շատ տրամաբանական որ պիտի բացի բայց եկեք sense պատասխանենք հա այդ հարցին իսկ ո՞րն է իրական հետաքրքրվածությունը, շահագրգռվածությունը Թուրքիայի համար բացելու սահմանը։ Ինչի պիտի բացի։ Ինչ ունի շահելու Թուրքիան, եթե բացի Հայաստանի Հանրապետության հետ սահմանը, որը ինքն էլ փակել է։ Այսինքն ո՞րն է դրա շահը։ Եթե այդ Հայաստանի հետ բաց սահմանը ավելի շահեկան լիներ Թուրքիայի համար, նա չէր փակի այդ սահմանը 1992-93 թվականից այդ մի քանի փուլով։ Եթե Հայաստանի հետ սահմանը փակ է, ուրեմն դա ավելի նպաստավոր է Թուրքիային սեփական հետաքրքրությունների ու շահերի տեսանկյունից, քան բաց սահման։ Եվ ես պարբերաբար կրկնում եմ, հիմա էլ եմ ուզում այդ դիտողներին անպայման սա հիշեցնել, որ Թուրքիայի տեսանկյունից Հայաստանը շրջափակման մեջ պահելը, Հայաստանի հետ փակ սահման պահելը եւ այդ սահմանի բացման պատրանքը որպես խայծ օգտագործելը, այսինքն հայերին ասելով, որ եթե այս նախապայմանը կատարեք, ես մի օր կբացեմ սահմանը, ավելի եկամտաբեր շահավետ է քան եթե իրենք բացեն սահմանը։ Այսինքն ինքը օգտագործում է փակ սահմանը որպես շատ արդյունավետ գործիք, ավելի արդյունավետ, քան եթե փորձեր բաց սահմանի միջոցով Հայաստանից ինչ որ բան ստանալ։ Հակառակ դեպքում ինքը փակել է, ինքն էլ կբացեր։ Բնականաբար, եւ հակառակ դեպքում այն նախապայմանները, որ ժամանակին կային, որոնք դրված էին սահմանի բացման որպես հիմք, այո, որ պիտի բավարարեք նաեւ Ադրբեջանի բոլոր պահանջները, հրաժարում եւ այլն, հիմա այդ ամեն ինչը չկա։ Բայց սահմանը փակ է պահում Թուրքիան եւ առաջացրել նոր նախապայմաններ։ Իսկ արդյոք չպետք է մենք ունենանք հիմնավոր կասկածառային, որ այս մի նախապայմանների կատարումից հետո իևս սահմանը չի բացվի եւ կլինեն նոր նախապայմաններ։ Արդյունքում մենք ունենք ոչ թե փաստորեն Հայաստանի հարաբերությունները հաստատելուն միտված քայլեր Թուրքիայի կողմից, այլ ընդհակառակը Հայաստանի վրա նորանոր ճնշումներ գործադրելով Հայաստանը որպես պետություն այնքան թուլացնել այնքան, այսպես ասած, դարձնել խոցելի տարբեր իմաստներով, դիվանագիտական, քաղաքական, իրավական եւ այլն, ել չասեմ նաեւ հասարակական համերաշխության բաները, այսպես հիմքերը փորձել քանդել, իդեմս սիմվոլիկ պատերազմի եւ այլն, այդ սիմվոլների պատերազմը դա գիտության մեջ ուսումնասիրվող երևույթ է, ուրեմն փորձում է այդ ամեն ինչը անել, որպեսզի Հայաստանը հաջորդ նոր պահանջներին ավելի պակաս հնարավորություններ ունենա դիմադրելու եւ ի վերջո մենք գալու ենք այսպես էսենց պարույրաձև, հա, իջնում ենք, հասնենք մի հանգրվանի, որ ասելու են անկախ պետությունը քանդեք, մի թողեք անկախ այլևս, հրաժարվեք անկախությունից, մի հատ թուղթ ստորագրեք, ասեք որ էլ անկախ չենք մենք, Թուրքիային ենք ենթարկվում, որպեսի ու էլի հերթական բան, որպես կասկածում եք, մի վարքյան կասկածում եք, որ սրանք կհամաձայնեն դրան։ Չէ, որովհետև նա ով այդ նույն սկզբունքը դավանել է Արցախի պարագայում, նույն սկզբունքը դավանում է Միջանցքի պարագայում, նույն սկզբունքը դավանում է, չգիտեմ, Հայաստանի սահմանների սահմանազատման գործընթացում, ես չեմ կասկածում, որ նույն բանը կարող է անել մնացած